Երեք ես մասնակցում էի կոմպլեքս հիպերմոլի բացման արարողությանը եւ բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը։ Հեցի պետականացման գործընթացի մասին ազդարարվեց հունիսի 26-ի նիստին, բայց հոսանքազրկման պատճառը ոչ թե մասնավոր հեծն էր, այլ պետական բեցը, մասնավորապես երկար տարիներ շահագործման խնդիր ունեցող եւ մաշված Շահումյան 2 ենթակայանը, որի մոտ եմ ես հիմա։ Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է հեցի պետականացման ճանապարհով, 60 միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել, գողություններ եղել, որոնք չեն բացահայտվել։ Որ մարզ գնում եմ, մարդիկ համատարած ինձ առաջ ուղիղ հարց են դնում, ասում են հոսանքը անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք, վառվել է, մի հատ սառնան էինք առել, վառվել է, հեռուստացույց ունեինք, վառվել է, ով է դրա պատասխանը տալու։ Վերջին 7 տարում բեցում արձանագրվել է 2 միլիարդ 600 միլիոն դրամի վնաս, կանոնադրական կապիտալի մոտ 10%-ը, առ այսօր մեղադրյալներ չկան։ Այս ընթացքում պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերադարձվել է ընդամենը 8%-ը, 207 միլիոն դրամ։ Բեցի տնօրենի խորհրդական Սարգիս Թևոսյանը, անդրադառնալով քրեական վարույթների հիմքում դրված ուսումնասիրություններին, նշեց, որ բեցն այն ժամանակ տրամադրել է պարզաբանումներ։ Պարզաբանումներ ունենք տրամադրած տարբեր կառույցների, նմանատիպ ֆինանսական չարաշահումների մասին խոսք չկա։ Իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Հապկեն Պիպոյանի գնահատմամբ, բեցի կառավարման արդյունքում ընկերությունում հետընթաց է գրանցվել ի տարբերություն հեցի։ Եթե հեցում դրական տեղաշարժը քիչ է, որից կարելի է դժգոհել, ապա բեցում որոշ դեպքերում ունենք հետընթաց։ Չնայած արձանագրված չարաշահումներին, 2019-ից 24 թվականն ընկած ժամանակահատվածում բեցի ղեկավար կազմի աշխատավարձերի եւ պարգևատրումների տարեկան ֆոնդն աճել է մոտ 33%-ով, 86 միլիոն դրամից հասնելով 114 միլիոն դրամի։